Պեկը շարունակում է իր ազեկման արշավը մարզային այցելությունների շրջանակում այս անգամ կառույցի ներկայացուցիչները կապանում էին։ Սյունիքի մարզպետարանում կայացած հանդիպման գլխավոր թեման ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրումն էր եւ դրանից բխող մի շարք հարցեր։ Ներկա էին հարկային ծառայության, հաշվապահական ոլորտների, կրթական հաստատությունների աշխատակիցներ։ Ինչ խոսք այս միջոցառումները դրական արդյունք են տալիս։ Այս տարի հայտարարագրվողների թիվը կտրուկ աճել է, նշում են կոմիտեից։ Կարծում եմ քաղաքացիները նաև ավելի իրազեկ են դարձել, հենց մեր իրազեկման արշավների նպատակն էր դա, որպեսզի քաղաքացին ինքն էլ գիտակցի հայտարարագրման համակարգի կարևորությունը, այո, նաև քաղաքացիներին բնականաբար գրավում է սոցիալական ծախսի փոխհատուցման համակարգը, այնպես որ երկուսը միաժամանակ։ Քաղաքացիներին հուզող հարցերից մեկը վերաբերում էր եկամուտներին, արդյոք այս դեպքում լրացուցիչ հարկային պարտավորություն կունենան։ Ոչ բոլոր եկամուտներն են հարկման ենթակա ու այն եկամուտները, որոնցից որ լրացուցիչ հարկ է առաջանում, հարկվող են եղել նույնիսկ տարիներ առաջ, այս մասով որևէ բան չի փոխվել եւ նաեւ բնականաբար հարցերը շատ են սոցիալական ծախսի մասով, փոխհատուցումից թե ինչպես կարող են օգտվել, որ դեպքում կարող են օգտվել եւ որ ծախսերն են փոխհատուցման ենթակա։ 2025 թվականի համար 26 թվականին հայտարարատու են Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները եւ ռեզիդենտները, հիշեցնում են Պեկից եւ հավելում, հենց այս նպատակով էլ նախաձեռնել են իրազեկման հանդիպումները, որոնց ընթացքում հատուկ անդրադառնում են առողջության համընդհանուր ապահովագրությանը։ Այստեղ մի քիչ որոշակի հարցեր կար, որ մարդկանց մեջ թյուրիմացություն էր առաջացնում, իսկ հիմա բարձաբանումից հասկացանք, որ այդքան էլ բարդ երևույթ չէ եւ մարդկանց տեսակետը հայտարարագրման մասին ուրիշ էր, իսկ իրականում այստեղ պետությունը ոչ մի շահ չի դիտարկում մարդկանցից ավելորդ հարկ վերցնելու։ Եթե տվյալ ֆիզիկական անձը նաև որպես անհատ ձեռնարկատեր է գործունեություն իրականացնում, ապա ապահովագրված անձի կարգավիճակ ձեռք կբերի եւ ապահովագրավճար վճարելու պարտավորություն կունենա այն դեպքում, երբ նախորդ տարվա շրջանառությունը 2.400.000 դրամը գերազանցի։ Այս պարզ բաներն ենք մենք փորձելու քաղաքացիներին հնարավորինս պարզ ներկայացնել, որ իրենք հասկանան արդյոք ունեն ինչ վճարելու, ինչ գումար վճարելու պարտավորություն ունեն եւ ինչ առավելություններ ունեն ապահովագրության անդամ հանդիսանալու դեպքում։ Հանդիպման ընթացքում հարց հնչեց նաև կենսաթոշակառուների հայտարարագրման վերաբերյալ։ Պեկի պատասխանատուների խոսքով կենսաթոշակառուն, եթե այլ եկամուտ չունի, պարտավոր չէ հայտարարագիր լրացնել, կառույցը դա կանի։ Նախորդ տարի գործունեությունը կասեցրած անհատ ձեռնարկատերերին առնչվող այս տարվա պարտադիր ապահովագրության շրջանակում վճարում կատարելու որոշումը կվերանայվի։ Եթե անհատ ձեռնարկատերը գործել է մի քանի ամիս եւ դադարեցրել է գործունեությունը, նախատեսվում է օրենքի փոփոխություն, որ օրենքի փոփոխությունից հետո հնարավորություն կունենա այլևս այդ գումարը չվճարել։ Ինչ վերաբերում է նվիրատվություններին, կա մեկ բացառություն։ Եթե անձը կառուցապատողից անշարժ գույք է նվիրատվություն ստանում, ապա հենց ինքը պարտավոր կլինի վճարել հարկը։ Հերմինե Միքայելյան, Տիգրան Թումանյան, Սյունիք լուրեր։